Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նոյան Տապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ պարոն Տիգրան Խզմալյանի հետ։ Ողջունում եմ պարոն Խզմալյան։ Շատ շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ Պարոն Խզմալյան, ձեր Facebook-յան ձեր էջում ես գտա հետևյալ գրառումը. Ֆրանսիան, ասում եք դուք, Գորիսում զուտ խորհրդանշական պատվո-հյուպատոսություն է հիմնել եւ ենթադրում եք կամ պնդում եք, որ այդպիսով Ֆրանսիան ակնարկում է Հայաստանի անլուրջ խորհրդանշական վերաբերմունքը Ֆրանսիայի եւ Եվրամիության նկատմամբ։ Իսկապես գուցե պատվո-հյուպատոսի գրասենյակը գլխավոր հյուպատոսությունից շատ ավելի ցածր կարգավիճակ ունի, բայց արդյոք դուք կարծում եք, որ դա ինչ որ ակնարկ էր, պետք է բացվեր գլխավոր հյուպատոսություն, փոխարենը բացվեց պարզապես գրասենյակ, հյուպատոսի գրասենյակ։ Եկեք փորձենք հասկանանք ընդհանրապես ինչի արդյունքն է սա եւ դեպքում կհասկանանք դրա իրական նշանակությունը։ Ես առաջարկում եմ այսօր մայիսի վերջին օրն է ամփոփել այս ամիսը, որովհետեւ կարծում եմ սա այս տարվա կարևորագույն ամիսն էր եւ ափսոս որ մենք դա գրեթե չնկատեցինք։ Մայիսին Հայաստանը դարձավ համաշխարհային, ասեմ ավելի զգուշ, աշխարհաքաղաքական հակամարտության դաշտ։ Այդ ամիսը մեզ համար անչափ կարևոր էր։ Եվ տեսեք, միայն թվարկենք, վերջերս մի քանի օրվա ընթացքում Երևանում էին Ռուսաստանի արտգործնախարարը, Ֆրանսիայի արտգործնախարարը, Հունգարիայի արտգործնախարարը, Սլովակիայի նախագահը, ամսվա սկզբին վարչապետը մեկնեց Ռուսաստան, ի հեճուկս նրան նաև ուղղված հորդորներին չգնալ Բրյուսելից, դրանից հետո Ալբանիայում տեղի ունեցան հանդիպումներ համաեվրոպական հարթակում եւ ես այս ենթատեքստում եմ առաջարկում դիտարկել Ֆրանսիայի հյուպատոսարանի բացումը։ Հենց դա է իմ կարծիքով արդյունքը այդ ամեն ինչի։ Մայիսը կորսված հնարավորությունների ամիս էր Հայաստանի համար, իմ համեստ կարծիքով, որովհետև մենք գտնվում ենք հիմա ջրբաժանի առջև եւ որպես դրա ապացույցը բերեմ մեր հարևան Վրաստանի զարգացումները, որոնք ոչ միայն կապ ունեն մեր իրավիճակի հետ, այլ նաև նախադեպ են հանդիսանում եւ ցույց են տալիս ինչպես կարող են զարգանալ իրավիճակները մեզ մոտ։ Տեսեք, վերջին օրերին ու ժամերին այդտեղ սկանդալ տեղի ունեցավ Վիդինե Իվանիշվիլին, կառավարության այսպես կոչված գորշ կարդինալը հրաժարվեց ընդունել Միացյալ Նահանգների դեսպանին, որը բերում էր նրան որպես ստվերային ղեկավարին Միացյալ Նահանգների պետքարտուղարության ուղերձը, որը ուղիղ նվիրված էր երկու բանի, առաջինը ընդհանրապես ամերիկա-վրացական հարաբերություններին եւ շատ բարդ եւ կոշտ բարդ Վրաստանի համար, բարդ իրավիճակ ստեղծող մեգոբար է այսպես կոչվող օրենքի վերաբերյալ, որը ընդունվում է այս ժամերին Միացյալ Նահանգների կոնգրեսում եւ որը ուղղված է Վրաստանի իշխանությունների քաղաքականության դեմ, որը համարում է որ Վրաստանը հետընթաց է ապրել ժողովրդավարական զարգացումներից եւ մտնում է Ռուսաստանի վերահսկողության տակ։ Լեհաստանը հորդորել իր քաղաքացիներին չմեկնել Վրաստան առանց անհրաժեշտության, որովհետև կտրուկ աճ է ապրել այն եվրոպացիների թվականակը, որոնց մերժում են մուտքը։ Զուտ Լեհաստանից։ Ոչ միայն Լեհաստանից, բայց առաջինը Լեհաստանն է փաստորեն արձագանքել դրան։ Կան եւ այլ օրինակներ, հիշեցնեմ, որ 2 տարի առաջ ինձ արգելեցին մուտք գործել Վրաստան եւ այդ արգելքը պահպանվում է։ Ես persona non grata եմ ոչ միայն Ռուսաստանում, այլ նաեւ Վրաստանում եմ հարազատ համարյա։ Բայց դուք բարձել եք դրա փակագծերում, բարձել եք պատճառը։ Բացատրություն կամ ինչ որ բան։ Դա բարձել էին հատուկ խորհրդարանական քննարկումներ էին իմ հարցով եւ բարձվեց, որ
կառավարությունը նպատակահարմար չի գտնում Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավարի այցը Վրաստան։ Բացի դա վերջերս Կոբախիձեն վարչապետը վիրավորանքներով, մեղադրանքներով հարձակվել էր Մակրոնի Ֆրանսիայի նախագահի վրա, մեղադրելով նրան պատերազմ հրահրելու, Վրաստանը սադրելու եւ ներքաշելու ինչ որ այդպես բաների մեջ։ Մի խոսքով, ինչու եմ ես այս ամենն ասում, որովհետեւ Հայաստանի մուտքը Եվրոմիություն շահկապված է Վրաստանի զարգացումների հետ։ Մեզ դիտում են որպես տարածաշրջան, հարավ-արևելյան Եվրոպա, Հայաստանը եւ Վրաստանը միասին։ Եվ մենք ռացնում ենք միմյանց Հայաստանի աշխարհակական դիրքը եւ հարևանությունը Իրանի հետ, որը ռազմավարական նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ Եվրոմիության համար։ Իսկ Վրաստանի Սևծովյան նավանգիստները, որոնք կապում են Վրաստանը, Ուկրաինայի եւ նույն եվրոպական երկրների հետ, Բուլղարիա, Ռումինիայի, դա փաստորեն կոմունիկացիաների լոգիստիկ ճանապարհ է ստեղծում, այդպես որ մենք շահկապված ենք եւ հիմա իրականացվում է փաստորեն մեր աչքի առաջ այն, ինչի մասին ես ամիսներ շարունակ նաեւ ձեր տաղավարում խոսում եմ, որ Հայաստանի իշխանությունները շատ ավելի արագ քան վրացիները ընթանում են այդ նույն ճանապարհով, որը Վրաստանին բերեց հիմա ուղիղ առճակատման արևմուտքի հետ։ Այն ինչ կատարվում է հիմա Վրաստանի եւ արևմուտքի միջև, դա առճակատում է։ Դա գրեթե Ռուսաստանի կամ Բելարուսի իրավիճակի հետ է համեմատելի։ Եվ այն, որ Հայաստանի իշխանությունները արեցին մի քանի ճակատագրական սխալ, իմ կարծիքով ամենայն դեպս ճակատագրական ընտրություն մայիս ամսվա ընթացքում գնացին Մոսկվա, հետո մեկնեցին Ալբանիա, համաեվրոպական հարթակ, որտեղ նրանց տվեցին եւս մեկ հնարավորություն պարզելու իրենց դիրքորոշումը եւ ուղիղ նշենք Հայաստանում դա շատ մեծ չէր մեկնաբանվում, իշխանական մամուլը դա չէր անում, իսկ պրոռուսական կայքերը բնականաբար ուղղակի լռության էին մատնում, բայց ինչ տեղի ունեցավ։ Նիկոլ Փաշինյանը նկարահանվեց, լուսանկարվեց Ուրսուլա ֆոն դեր Լայենի եւ Անտոնիո Կոշտայի, այսինքն Եվրոխորհրդարանի եւ Եվրամիության, Եվրոխորհրդի եւ Եվրամիության ղեկավարների հետ, եւ նրանք ընդգծեցին, որ ողջունում են Հայաստանի որոշումը անդամակցել Եվրոպայի միությանը, Եվրոպական միությանը։ Նույնը Արարատ Միրզոյանը արտգործնախարարին ասեց արտաքին գործերի հանձնակատար Եվրամիության Կայա Կալասը։ Եվ սա փաստորեն հատուկ էր ասված նրանց, ով հարցնում է ով է մեզ սպասում Եվրոպայում եւ ինչ է ասել Եվրոպան, արդյոք նկատել են մեր ջանքերը։ Այո, Եվրոպան նկատել է, Եվրոպան հատուկ ողջունել է ամենաբարձր մակարդակի վրա, ինչ տեղի ունեցավ դրանից հետո։ 2-3 օր անց նույն Արարատ Միրզոյանը կանգնում է Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի կողքին եւ ասում է մենք չենք սկսել բանակցություններ Եվրամիության հետ, մենք չենք ուղարկել դիմում, մենք հայտ չենք ուղարկել, այսինքն մենք սառեցրել ենք մեր իսկ ընդունած օրենքը եւ նա դա ասում է Ռուսաստանի արտգործնախարարին։ Եվ վերջին շտրիխը նույն այդ օրը, ինչ Լավրովը այցելել էր Երևան, Մոսկվա էր այցելել Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը։ Եվ ահա ամփոփվում է փաստորեն այսպիսով մեր տարածաշրջանի աշխարհաքաղաքական զարգացումները։ Ահա ինչու ես պնդում եմ, որ Ֆրանսիայի նախնական որոշումը, որի մասին 2 տարի առաջ ասել էր Կատրին Կոլոնան, ոչ բոլորը գիտեն, որ նա ունի հայկական ծագում, ընդ որում Կիլիկյան Հայաստանի իշխանական տոհմերից Կոլոնա ընտանիքը բավական հայտնի է եւ ասեմ, որ օրինակ Թագաժառանգ, Իտալիայի Թագաժառանգ, որը նաեւ Հայաստանի Կիլիկյան Հայաստանի Թագաժառանգ իշխան Էմանուել Ֆիլիբերտոյի ամենամտերիմ օգնականներից մեկը Ֆաբրիցիո Կոլոնան է, նույն Կոլոնա ընտանիքից, այդպես որ մենք անգամ չենք պատկերացնում ինչ հնարավորություններ ունենք մենք։ Եվ եթե Կոլոնան, Կատրին Կոլոնան 2 տարի առաջ գլխավոր հյուպատոսարան էր
պատրաստվում բացել Սյունիքում, ընդ որում խոսքը ավելի շատ Կապանի մասին էր այդ ժամանակ, որքան հիշում եմ, ապա հիմա տեսնելով Հայաստանի զգուշավոր եւ անվճռական եւ իմ տեսակետից անլուրջ մոտեցումը մեր իսկ եվրոպական հեռանկարներին Ֆրանսիան սահմանափակվեց գրեթե խորհրդանշական եւ շատ իմ կարծիքով թեթև տարբերակով, որովհետեւ պատվավոր հյուպատոսը այն էլ ազգությամբ հայ Հայաստանի քաղաքացի Կարմեն Ատոնցը կարծեմ, որը ֆրանսերենի եւ ֆրանկոֆոնիայի ջատագովն է ուսուցչուհի է ֆրանսերենի, եթե չեմ սխալվում, սա նշանակում է, որ Ֆրանսիան նույնպես գնահատական է տալիս Հայաստանի այս եվրոինտեգրմանը, դրա մակարդակին եւ պատասխանում է, ուղիղ չցանկանալով վիրավորել, ասելով, որ դուք լուրջ չեք վերաբերվում ձեր հնարավորություններին եւ ձեզ հատկացվող տրամադրվող պատմական հնարավորություններին։ Բայց կարող էր նաև չբացել, ճիշտ է, գոնե այս անգամ այս գրասենյակը կարող էր չբացել Ֆրանսիան։ Դա կնշանակի առաջինը, որ նրանք չեն կատարում սեփական խոստումը, որովհետև 23 թվականից այս բանակցությունները ընթանում էին։ Իհարկե։ Երկրորդը դա Եվ դուք ճիշտ եք Կապանի մասին էր խոսքը գնում։ Այս ամենը light տարբերակն է, ինչպես ասում են, ծխախոտը կա, չէ՞, շատ թեթև ծխախոտը, կարծես թե մարդը ծխում է, բայց այնտեղ գրեթե չկա նիկոտին։ Այսինքն ժեստն արված է, ձևը կա, բայց բովանդակությունը նվազեցված է մինիմալ։ Դա չունի քաղաքական իրական նշանակություն։ Սա խորհրդանշական է։ Եվ սա նշանակում է, որ Ֆրանսիան այդպես գնահատեց Հայաստանի վերաբերմունքը մեր եվրոպական հեռանկարներին։ Շարունակենք, դուք հետևողականորեն հետևում եք այո այդ գործընթացներին եւ եւս ձեր գրառումներից եմ ասում առայժմ առանց ՀՀ, այսպիսի վերտառությամբ եւ վերջն էլ կարդամ ինչով եք վերջացնում, կեցե ԿՊ, ՔՊ, ՍՍ։ Ինչի մասին խոսքը Եվրամիությունը իր նոր ռազմավարությունն է հրապարակել մայիսի 28-ին, ասում եք դուք, գրում եք դուք եւ տեղեկացնում մեր տարածաշրջանի վերաբերյալ։ Ինչն է նոր այստեղ։ Համեցեք։ Այո, մայիսի 28-ին Եվրամիությունը հրապարակեց նոր ռազմավարությունը տարածաշրջանում։ Դա նշված է որպես Սևծովյան տարածաշրջանի, բայց հասկանալի է, որ այնտեղ ուղիղ նշված է նաեւ Հայաստանը։ Սա վերաբերմունք է նաեւ մեզ։ Եվ ես մեծ դառնությամբ եմ ասել այն ինչ ասել եմ, որովհետև ես տեսնում եմ, որ ամենաթարմ փաստաթուղթը, որը դա տեսլական ռազմավարական։ Այնտեղ Հայաստանը չի նշվում անգամ Վրաստանի մակարդակի։ Վրաստանը դեռևս հիշատակվում է որպես կարգավիճակ ունեցող, բայց սառեցված կարգավիճակ Եվրամիության անդամության տեխնացու երկիր։ Այնտեղ շատ լուրջ եւ շատ է խոսում Ուկրաինային աջակցելու, Մոլդովային աջակցելու մասին։ Եվ գնահատվում է այդ երկրների պատրաստակամության, իրենց ներքին որոշման աստիճանը։ Իսկ Հայաստանի հետ Հայաստանի մասին խոսում է Ադրբեջանի հետ միասին նույն պարբերության մեջ, որպես երկու երկիր, որոնք արևանություն այդ հին հետխորհրդային ձևաչափի մեջ են մտել։ Այսինքն նրանք տեսան, որ Հայաստանը փաստորեն անլուրջ է վերաբերվել դրան։ Ես ասում եմ մեծագույն դառնությամբ, որովհետև մի քանի շաբաթվա ընթացքում Հայաստանը կատարեց նոր չեմ ասի շրջադարձ, բայց հետնահանջ։ Ոչ բոլորն են դա տեսնում, ես դա տեսնում եմ եւ շատ սուր եմ դրան վերաբերվում, ահա ինչու է իմ գնահատականը գերքննադատական ընկալվում։ Այո, ես կարծում եմ, որ պետք է ճշմարտություն ասել արագ եւ հստակ։ Հայաստանի իշխանությունը այս պահին սառեցրել են փաստորեն եվրոինտեգրումը, այն օրենքը, որը պատրաստել է Եվրադաշինքը, որը Եվրադաշինքը ստորագրահավաքի միջոցով ստիպել է ընդունել, այո, ստիպել է, որովհետև իշխող կառավարական բուրգը եւ իշխող ֆրակցիան
ազգային ժողովում չէին ցանկանում։ Իրենք երկու լսումների ընթացքում ուղիղ համարում էին դա, չեմ ուզում հիշաչար լինել, բայց այս պահին ես պետք է ապացուցեմ իմ տեսը։ Իրենք ասում են, որ դա արկածախնդրություն է եւ ոչ միայն իրենք են ասում, որ դա ժամանակավրեպ է եւ այլն եւ այլն։ Ժամանակը ցույց տվեց, ընդհանրապես մի քանի ամսվա ընթացքում արդեն 24 թվականի աշնանը բոլորին կարծես թե պարզ էր, որ սա միակ հնարավոր ձևաչափն էր, որը Հայաստանին գոնե պահեց միջազգային քաղաքականության մակերեսին, թե չէ մենք փաստորեն դառնալու ենք լուսանցքային ինչ որ մի տարածք եւ այն, որ մենք այդ հայտը կարողացանք ներկայացնել, վերադարձրեց հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ, վերադարձրեց մեզ հույսը, կանգնեցրեց նորից արթնացած տագնապները եւ աճող արտագաղթ Հայաստանից, հույս տվեց նոր ներդրումների։ Այս ամենը հիմա կրկին սառեցված է եւ ես հասկանում եմ ինչու, որովհետեւ իշխանությունը պատրաստվում է ընտրություններին եւ փորձում է կուտակել մի քանի բան 26 թվականի 1 տարի անց։ Կարծես թե այդ 1 տարին մենք կարող ենք ամբողջ ազգով սառեցված վիճակում քնել։ Ոչ ոք չի սպասի մեզ, ոչ ոք թույլ չի տա մեզ սառեցնել այս քաղաքական աշխարհաքաղաքական զարգացումները, որովհետև Ռուսաստանը, Ադրբեջանը եւ Թուրքիան շարունակում են հետապնդել իրենց նպատակը։ Զանգեզուրի միջանցքը, որը պահպանվում է միմիայն Ֆրանսիայի Եվրամիության ամբողջությամբ եւ մասամբ նաեւ Միացյալ Նահանգների, թեև թուլացած, բայց այնուամենայնիվ պահպանվող դիրքորոշման շնորհիվ։ Իրանի գործոնը։ Իրանը գործոնը այստեղ բացարձակապես, գիտեք, Իրանը շատ պաթետիկ բաներ է անում, բայց հետո գնում է եւ ասում ավելի ճիշտ Իրանը, երթումներ է տալիս, բայց հետո Արցախում ռազմավարժություններ է կատարում Ադրբեջանի հետ միասին, եւ մենք հասկանում ենք, որ Իրանի ներքին խնդիրները եւ արտաքին սպառնալիքները Իրանին թույլ չեն տա որևէ բան անել պաշտպանելով Հայաստանին, ճիշտ հակառակը։ Հիմա դնելով մեզ Իրանից կախվածության մեջ, ինչպես օրինակ վերջերս մեծագույն սխալ կատարվեց, ֆիկտիվ համատեղ ռազմավարժություններ արվեց Իրանի հետ, յուրաքանչյուրը իր տարածքում։ Այո, որտեղ դա իրական, բայց դա հնարավորություն տվեց Ադրբեջանին պետքարտուղարությանը համոզելու, որ Հայաստանը օգնում է Միացյալ Նահանգների եւ Իսրայելի ռազմավարական ճշնամի Իրանին, եւ դա կարող էր մեր դեմ օգտագործել եւ ցավոք սրտի դեռևս կարող է։ Այսպեսով այդ բառախաղը KPSS-ը հիշում ենք, դա կոմունիստական կուսակցության, գեցե KPSS, դուք ուզում եք ասեք, որ քաղաքապայմանագրի գործողությունները, քաղաքականությունը բերում են հանգեցնում են նրան, որը կրկնեմ եւ դուք ասացիք, բայց ես ուզում եմ ընդգծեմ այդ հատվածը ձեր եւ գրառման եւ այսօր նշված, այժմ ասում եք դուք Եվրամիության նոր ռազմավարության ծրագրում Հայաստանը դիտվում եւ նշվում է Ադրբեջանի հետ նույն ենթատեքստում, ընդամենը տարածաշրջանային համագործակցության շրջանակում։ Սա հետ քայլ է Հայաստանի համար, հետնահանջ է Հայաստանի համար եւ վտանգավոր է, ասում եք։ Եվ սա շատ վտանգավոր է եւ ես պարտավոր եմ ասել դա։ Ես կուզեի սխալվել։ Թող մարդիկ համարեն, որ դա չափազանցություն է, բայց ես կարծում եմ, որ Հայաստանում պետք է լինեն ուժեր, ժողովրդավարական ուժեր, ովքեր չեն փորձում գցնել կամ վարդագույն ներկել ամպերը։ Ամենատագնապալից օրերին, երբ մենք հանդիպում էինք պատերազմից հետո 23 թվականի ողբերգության շեմին եւ հետո, ես փորձում եի գտնել հույսի լույսը եւ մենք հաճախ խոսում ենք այն մասին, որ ամեն ինչ կորսված չէ, որ հնարավոր է անել դա։ Եվ մենք հասանք դրան։ Ինչ արեցինք մենք։ Եվրոդաշինքը կարողացավ բացել այդ նոր հարթակը Հայաստանի համար։ Եվրոինտեգրումը, միացումը եվրոպական քաղաքակրթությանը, դա միակ հույսն է Հայաստանի համար, դա քաղաքական պահպանման որպես պետության, դա տնտեսական զարգացման, դա մեր
երեխաների կրթության, մեր ծնողների առողջապահության երաշխիքներն է։ Դա երաշխիք է նրա, որ Հայաստանը մնալու է պետություն։ Եվ խաղալ այս բաների հետ իմ կարծիքով շատ վտանգավոր է եւ ոչ պատասխանատու։ Ինձ ասում են, որ մենք շտապում ենք, դուք շտապում եք, ես շտապում եմ, որ չեմ ուզում տեսնել այն ինչ արվում է, ուրեմն ոչինչ չի արվում եւ ես չեմ շտապում, մենք ուշանում ենք։ Դուք նշեցիք, որ բազմաթիվ այցեր էին կատարվել Հայաստան, եւս մեկ այցի մասին այժմ ես կներկայացնեմ այդ այցի վերաբերող տեղեկատվությունը եւ կխնդրեմ ձեր մեկնաբանությունը Հայաստանում է Միացյալ Նահանգների պետքարտուղարի եվրոպական եվրասիական հարցերով փոխտեղակալ Ջուա Հաքին։ Հայկական լրատվամիջոցները, այսինքն հայկական պաշտոնական լրատվությունը արտգործնախարարությունից հայտնում է, որ արտգործնախարար Միրզոյանի հետ նրանք քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր եւ եւս արտգործնախարարությունից հաղորդում են, որ նրանք խոսել են նաեւ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին։ Սա հայկական լրատվական ուրեմն աղբյուրն է նշում։ Հակին իր հերթին չի նշել այդ ռազմավարական գործընկերության փաստը, չի արձանագրել, նշել է մեկ այլ բան, այլ ձևակերպումով է անդրադարձել այդ հանդիպումներին։ Նա հայտարարել է, որ Միրզոյանի հետ հրաշալի քննարկում են ունեցել հայ-ամերիկյան աճող գործընկերության եւ խաղաղության գործընթացի վերաբերյալ։ Խաղաղության գործընթացը ըստ երևույթին հայ-ադրբեջանականն է։ Եվ նա ասել է Հայաստանի հետ ամուր գործընկերությունը ձևավորում է բարեկամություն մեր երկրների քաղաքացիների համար։ Եվ այսպես տարածաշրջանային անվտանգության հարցեր եւ ռազմավարական ուրեմն հարաբերություններ ասում է Հայաստանը իսկապես այս ուղղությամբ աշխատանքներ է տանում Միացյալ Նահանգները եւ Հայաստանը ռազմավարական գործընկերության։ Այստեղ մենք գործ ունենք մի փոքրիկ, ասեմ, խորամանկության հետ, որ չասեմ մանիպուլյացիա։ Այո, հայկական կողմը բարձրացրել է Բայդենի վերջին շաբաթվա իշխանության ընթացքում Հայաստանի հետ կնքված ռազմավարական երկխոսության հարցը եւ Խարտիայի հարցը, այո, որը նախորդ ադմինիստրացիան կնքել է եւ որի հետ մենք անչափ ուշացել ենք։ Ահա եւս մի օրինակ, արդյոք մենք շտապում եմ արդյոք ես, թե մենք ուշանում ենք որպես պետություն։ Մենք ահա որ ուշացանք այդ ամեն ինչի հետ, մենք 4 տարի ուշացանք։ Վերջի շաբաթ նման փաստաթղթեր չեն կնքում, բայց լավ, ենթադրեցինք եւ ահա ինչի մասին է այս տարբերությունը։ Միացյալ Նահանգների ներկայացուցիչը լսեց այդ խարտիայի մասին, բայց դիվանագիտորեն ինքը այդ մասին չխոսեց։ Նա ուղղակի ասեց այո, որ մենք տեղյակ ենք, բայց նա զգուշացավ արտահայտվել այդ ուղղությամբ, որովհետեւ նա դեռ չգիտի, թե ինչպիսին է լինելու Թրամփի, իսկ այնտեղ ամեն ինչի որոշում է անգամ ոչ թե Ռուբիոն պետքարտուղարությունում, այլ Թրամփը, ինչպիսին կլինի նրա վերջնական որոշումը, որտեղ եթե Միացյալ Նահանգները ասում են, որ իրենք ռազմավարական խարտիա ունեն Հայաստանի հետ, դա նշանակում է, որ խարտիան կամ հարաբերությունը ռազմավարական են։ Եթե դա ասում է միայն Հայաստանը, դա ընդհանրապես ցանկություն է։ Նպատակը այդ այցի ձեր կարծիքով։ Նպատակը հետևյալն էր, այնինչ ես նկարագրեցի Եվրոպայի եւ Հայաստանի միջև հարաբերությունների մասին, շատ լավ տեսնում են նաեւ Միացյալ Նահանգներում, ավելին, իրենք ավելի շատ գիտեն, քան Եվրոպան, որովհետեւ իրենց հետախուզությունը շատ ավելի հմուտ է։ Եվ ահա ինչու Ռուբիոն բոլորովին պատահական չէ, որ 10 օր առաջ ակնարկեց Հայաստանի վրա հարձակման հնարավորության մասին։ Նա չասեց դա ուղղակի, բայց չբացառեց այդ հնարավորությունը։ Իսկ Միացյալ Նահանգների պետքարտուղարի շուրթերից դա շատ տագնապալից է հնչում։ Եվ ահա ինչու չսահմանափակվելով, ինչպես օրինակ կաներ Բլինքենը, նախկին պետքարտուղարը, հայ-եվրոպական այդ երկխոսությամբ, որի մասը կազմում էին ամերիկացիները, այսինքն Միացյալ Նահանգների համար Եվրամիության հարաբերությունները Հայաստանի հետ գրեթե
հավասար էին Ամերիկայի հետ հարաբերություններին, որտեղ իրենք դիտում են Եվրամիությունը որպես իրենց ռազմավարական դաշնակից։ Հիմա Միացյալ Նահանգները չեն դիտում Եվրամիությունը այդպես, եւ իրենք գերադասում են եւ պարտավոր են ամեն ինչի մասին ստեղծել սեփական կարծիքը։ Եվ ահա մենք տեսանք, որ այդ կարծիքը հետեւյալն էր. Միացյալ Նահանգները սահմանափակվեցին հույս հայտնելով, որ խաղաղության գործընթացը տեղի կունենա, իրենք չպնդեցին, որ դա լինելու է բոլոր դեպքերում, ինչպես նախկին ադմինիստրացիայում ազգուշորեն եւ մեզ համար մեծ հույսեր առնացնելով ասում էին, մարդիկ անունները չտան։ Ինչու՞, որովհետեւ Թրամփը այդ որոշումը դեռ չի ընդունել։ Իսկ դա շատ մեծ խնդիրներ է առաջացնում, որովհետեւ Թրամփը շարունակում է մնալ եւ Թուրքիայի եւ հատկապես Իսրայելի չեմ ասի ազդեցության տակ, բայց հստակ ճնշման ներքո եւ մյուս կողմից Թրամփի համար խիստ կարեւոր է խաղաղություն սահմանել, հաստատել եւ ահա որտեղ է կա երկու կետ, որտեղ Հայաստանը Միացյալ Նահանգների հետ կարող է իսկապես ռազմավարական երկխոսություն վարել։ Առաջի կետը դա խաղաղության գործընթացն է, որովհետեւ Թրամփը շատ է ցանկանում, որ եւ Հնդկաստանի եւ Պակիստանի միջև որի խաղաղության համար նա իրեն էր վերագրում այդ փաստորեն նվաճումը, թեև Հնդկաստանը զգուշորեն, բայց հերքեց Միացյալ Նահանգների որոշիչ դերը եւ Ուկրաինայի դեպքում ինչը մենք փաստորեն տեսանք, որ չի հաջողվում եւ պատահական չէ, որ Թրամփը ամենակոշտ իր բառապաշարում խոսքերը օգտագործեց Պուտինի վերաբերյալ, այսինքն դա նշան է, որ նա ընդունում է, չի հաջողվում այդ խաղաղության գործընթացը։ Եվ փաստորեն հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը դա Իրանը-իսրայելականից շահկապված երկրորդ մասն է կազմում։ Եթե հաջողվի Իրանի հետ խաղաղություն կնքել, ապա կստացվի ավտոմատ կերպով խաղաղություն եւ Հայաստան-Ադրբեջան ահա ինչ է այստեղ ուսումնասիրում Միացյալ Նահանգների հատուկ դեսպանը։ Նա փորձում է հասկանալ Հայաստանի եւ Ադրբեջանի հակամարտության դերը ավելի լայն տարածաշրջանային Իսրայել-Իրան, Իրան-Թուրքիա, Թուրքիա-քրդեր, Սիրիա քրդեր եւ այլն այդ շատ մեծ գծիկում իրենց հետաքրքրում է նաեւ այստեղի իրավիճակը։ Շարունակենք այդ թեման, հայտնի դարձավ, որ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել Իլհամ Ալիևին Ադրբեջանի անկախության օրվա կապակցությամբ, նման ուղերձ որքան եթե ես սխալվում եմ, դուք ինձ ուղեք Հայաստանին, ոնց որ թե ուղղված չէր վարչապետին, փոխարենը այստեղ Թրամփը ուրեմն ուղերձով է դիմել Ալիևին, Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատնից հայտնեցին, որ ժողովրդավարության մարդու իրավունքների աշխատանքի հարցերով պետքարտուղարի տեղակալը Միացյալ Նահանգների այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այդ նույն օրը, անկախության օրը, հարգանքի տուրք մատուցելու, ծաղիկներ դնելու անմար գրագի մոտ, այսինքն եւ Հայաստանին եւ Ադրբեջանի հետ Միացյալ Նահանգները կարծես թե տնտղում է հողը փոխհարաբերությունների ոչ միայն հայ-ադրբեջանական հարաբերությունները ինչպես կազդեն այդ բոլոր կամ ինչպես այդ բոլոր իրավիճակները կազդեն հայ-ադրբեջանականի, այլ գուցե առանձին Հայաստանի դիրքը, Հայաստանի դերը, Ադրբեջանի դերը, ինչի մասին է խոսքում այս փոքրիկ փաստը։ Այս փաստը խոսում է այն մասին, որ իմ գնահատականը հայ-եվրոպական Եվրամիության հարաբերությունների եւ այդ մայիսի 28-ին հրապարակած նոր տեսլականի հետ նույնը, ինչ էլ Ամերիկայի Միացյալ Նահանգների գնահատականը։ Հայաստանին եւ Ադրբեջանին նրանք վերջին օրերին նորից սկսում են դիտել նույն հարթության մեջ, ցավոք սրտի։ Սա է Փաշինյանի այսպես կոչված բալանսավորված քաղաքականության առաջին դառը պտուղը, առաջին իսկ արդյունքը։ Հայաստանը մայիսին կարող էր կտրուկ ավելացնել իր աշխարհաքաղաքական դերը եւ օգտվել Ադրբեջանից եւ անցնել Վրաստանից։ Մենք պետք է լինեինք տարածաշրջանային առաջնորդը եւ դա հենց այն է, ինչ եվրոպական կուսակցությունը եւ Եվրադաշինքի ուժերը
առաջարկում էին վարչապետին դեռ 24 թվականին, ինչը նա փաստորեն շրջանցեց, ինչը մենք այնուամենայնիվ կարողացանք ձևավորել 25 թվականի մարտի 26-ի օրենքով, որը արդեն 2 ամսից ավել է անտեսվում է, արհամարվում է եւ չի կատարվում։ Եվ կրկնում եմ, սա ոչ միայն հայ ժողովրդի հանդեպ անհարգալից վերաբերմունք է մեր կառավարության կողմից, դա շատ ճիշտ, հստակ եւ արագ գնահատական ստացավ եւ Եվրամիության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից։ Դա է նշանակում եւ Գորիսի այդ տեխնիկային հյուպատոսարանը եւ շատ ավելի չոր ու կոշտ գնահատականները, որը ԵՄ-ի նոր տեսլականի մեջ են գտել տեղ Հայաստանի վերաբերյալ եւ Միացյալ Նահանգների այս դա պատահական չէ, որ Իլհամ Ալիևին դիմում են ուղիղ պաշտոնական Թրամփի ստորագրությամբ, իսկ Հայաստանին դիմում են հատուկ բանագնացի, որի անունը դուք անգամ չեք էլ հիշում, մասնավոր պաստորեն երկտողով։ J. Քոտ Մակկին Այստեղ կարևոր է պետքարտուղարի տեղակալ ժողովրդավարության մարդու իրավունքների աշխատանքի հարցերով։ Այսինքն մենք տեսնում ենք, որ եւ այստեղ ոչ թե խոսքը աշխարհակահաղական համագործակցության մասին է, ինչպես Ալիևի հետ են խոսում, այլ մարդու իրավունքների, ցեղասպանության հիշատակում մասին։ Հայաստանը ինքը իր ձեռքով սղոցում է այն ճյուղը, որի վրա նստած։ Սա փաստերեն, որոնք համադրեցինք մենք այսօր։ Այո, մենք դրա համար ենք երևի պարտավոր գոնե ամիսը մեկ հանդիպել եւ գնահատականներ տալ իրավիճակին։ Սա վերլուծություն է, որը ցավոք սրտի չի արվում ոչ կառավարության, ոչ ռուսամետ ընդդիմության շարքերում եւ մեր ժողովուրդը չի գիտակցում ինչ հնարավորություններ ունի եւ ինչ կորուստներ ենք մենք կրում այս անորոշության պատճառով։ Շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի հետ էինք զրուցում, կարծես թե ամփոփում ենք մայիսը եւ հուսադրող որևիցե բան կնշեք, պարոն Խզմալյան, կներեք, ոնց որ թե ամփոփել էի հաղորդումը, բայց մի ինչ որ ինչ ասացիք, հույսի լույս։ Հունիսը սկսվում է երեխաների միջազգային տոնի հույսով եւ դա է մեր հույսը։ Հանուն մեր երեխաների մենք պետք է մենք կռվելու ենք հանուն մեր երեխաների եւ մենք չենք զիջելու մեր երկիրը ոչ թշնամիներին, ոչ ապիկար իշխանավորներին։ Շնորհակալություն։ Զրուցու վարում էր Գայանե Առաքելյանը։ Բարին ձեզ։